Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք։ Հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Ինչ եք անելու առավոտյան միասին, դե գիտեք ինչ եք անելու։ Սուրճ կամ թեյ ենք խմելու։ Ինչ սուրճ ենք խմելու, ինչ սուրճ որ ցանկանաք, ինչ թեյ որ ցանկանաք, իսկ ես որոշել եմ խմեմ այս անգամ մակ սուրճը։ Մի քանի հատ առել էի, մի 3 հատ դեպի վերջացնեմ, թե չէ։ Եթե դրանից տուտուտ եմ, մյուս սուրճից չեմ խմում։ Սիրելիներս, դե գնամ սուրճս բերեմ և դնեմ, սկսենք հետո խմել իրար հետ։ Սիրելի հետևորդներ, դե ինչպես ասեցի, սուրճ ենք խմում միասին։ Հիմա ես մակ սուրճ եմ խմելու, դուք էլ թեյը սուրճը, ինչ ուզում եք, են էլ դրեք, եղանակին մի քիչ ցրտոտա, ուզում եմ ասել, թեյը խմեք կլինի։ Ես մեծ հաճույքով թեյ կխմեի, բայց որ ունեմ ես մակ սուրճը, սրանից կխմեմ, ռեկավ չեմ անում սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, մեր ջուրն է դերած, ցուրտ է գնացի ժիլետս հագա, ոտը ձմերը նոր է եկել։ Կլցնեմ հիմա, լցնեք լավ խառնում, հետո։ Այս մի սուրճը այդքան էլ համով չի, բաց տենում եմ, պետք է մյուսից առած լինեի։ Եթե սա համով չի, մի 3 հատ առել եմ, 3 պաչկա, ու բան կանեմ։ Մյուս անգամ մեկից կառնեմ, սա լրիվ կաթով է սարքած, իսկ մյուսը կեսը կաթա, կեսը անեն սովորական երևի մակ սուրճը։ Մի քիչ համը ուրիշ է, այդքան համով չի, սխալվեցի այս անգամ։ Սիրելի հետևորդներ, ինչ ասեմ, ինչ զրուցեմ հետներդ։ Բոլորիցս շատ շնորհակալ եմ, շատ, ձեր բոլոր մեկնաբանությունների համար, ձեր խորհուրդների համար, ինչ ասեմ, բոլորից շատ սիրում եմ, բոլորից շատ սիրում եմ։ Այսինքն այսօր զրուցելու բան չեմ գտնում, որովհետև ոչ մի այնպես նյութ չկա, որ դրա մասին սկսեմ խոսալ, ասենք մեկը մեկնաբանությունում ինչ գրեց, բոլորն էլ լավ խոսքեր են գրում, ինչ կարամ ասեմ ես իմ սիրելի հետևորդներ ջան։ Մնում է, որ իմ հետևորդներս շատանան, չմոռանան, երբ որ նայում են հոլովակը, չմոռանալ զանգակ կոճակը։ Առանց զանգակ կոճակի իմ բոլոր հոլովակները չեք տեսնի։ Այս խոսքս վերաբերվում է առաջին անգամը նայող դիտորդներին։ Պետք է զանգակ կոճակը խփեք, որ դուք լինեք իմ դրուզյան, իմ ընկերը, որ ամեն օրվա իմ հոլովակը ես գցեմ, դուք տեսնեք։ Հենց YouTube-ը բացեք, ես կերևամ կասեմ բարև ձեզ։ Բայց տաքը հաճելի է, այս ցրտին։ Կարող է սխալվիցուն էլ կա։ Սիրելի հետևորդներ, բայց չեմ հիշում, սկզբից ողջունել եմ ձեզ, թե չեմ ողջունել։ Հեսա կնայի, որ չեմ ողջունել, անպայման կողջունեմ։
Սիրելիներս ինչ ասեմ, դենից առանձնապես բան չկա, ձեզ էլ գործից չգցեմ, ձեզ տեսություն ասեմ, հետո կշարունակեմ իմ սուրճը նորից խմելը։ Ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, չմոռանալ բաժանորդագրվել, լայքել, զանգակ կոճակ սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, ասկի այսպես ակցիպուլարած կա, Եսի չի եղել, չգիտեմ։ Երբ որ ասենք ուզում եմ ցիկուլան եմ, այսինքն ժառանգիկը տաքացնում եմ, իհարկե լավ ժառանգիկների չի էլի, որ ասենք կփչանա բան կանի, ոսեմ ցիկուլ եմ պատրաստում։ Թողնենք խորովի։ Շատ լավ ցիկուլ է լինում, բավարար չի որ փեչը վառել ու նոր վրան ցիկուլ արել։ Անեսել հետևորդներ ջան, այսօր էլ մեր օրը, տեսնենք ոնց է սկսվում, դրսում եղանակն էլ առավոտյան արև էր, հիմա մեկ արև է, մեկ ամպերն են հավաքվել, ոնց որ մի քիչ ցրտոտ է, մեր թութակն էլ հանգիստ է, քանի որ ուրախ, էսա, տեսնում եք ոնց է գաղտագողի նայում։ Այ մոջան։ Այսա ճուճողոց գցել է հենց ինձ լսի։ Ախտենակ մեր ցիկուլը չվարվի։ Ասեմ, որ ավել եմ ցանել վրան։ Այսպես տեսնեք չվարվի, համարյա թե եղած է, ես շատ չեմ կարմրացնում, տեսեք ինչ լավ է եղել, այս երկուսն էլ դնենք, ես էլ այսպես ենք հանենք վազում գործի տեղը, որ այս կերածը շուտ մարսվում, տինես բան ուտես, որ շուտ չսովացանաս։ Ես մաքրեցի, սա դրանք մի կողմի վրա, ես կճեպը դատարկ է, թափում աղբի մեջ, բերեմ կանաչին, ուրեմն սիրելի հետևորդներ, ոստեղ ունեմ համեմ, կտնեմ պանիր, պանիրը մանր կտրատել եմ, էր ինչ կա ստեղ թարխուն չկա, թարխունը կերել վերջացրել եմ, խլամ երկու հատ, կթամ երկու հատ կա։ Երկու հատ կթա, ես էլ ծուն, ցանենք հավասար կեսվի, բայց չնայած պանիրը դրել եմ, բայց մի քիչ էլ աղցան եմ, այսպես, սիրելի ժողովուրդ ջան, ուրեմն, որ աշխատանքի եմ մտել, դե գիտեք, հո ինձ այս տարիքիս բաժին չէին տալու աշխատեմ, մտել եմ հավաքարար, չեմ էլ ամանչում ես, բայց չեմ կարողանում աշխատեմ, ոտքերս ցավում է ահավոր տանջանք աշխատանքա, տանջանք, բայց արդեն 4 օր է որ գնում եմ, 4-րդ օրն է, այսօր, բայց պետք է տեսնեմ ոնց է լինում, ես հենց ոտքերս ցաված, երևի դուրս կգամ, չեմ աշխատել, երկու մասի բաժանեցի, կարող այնտեղ հետիս աշխատողն էլ ասեք բան բերած չնի, չնայած բերում են լրիվ, կեսն էլ իրանց
հյուրասիրեմ։ Տոպրական է։ Սիրում կդնեմ այս տոպրակի մեջ, այդ երկու հատ եմ անել, և ոչինչ է։ Մոտներս հանդիգներն են աշխատում, օրինակ երեք հացից կեսը տվեցի, նրան դրա համար կիսել եմ, որ ասենք այնտեղ լինի մեղկեն էլի, լավ երեխեք հետված, հյուրասիրեմ։ Ասել այսպես, իսա վերջին ծիպուրն էլ եղավ։ Ես էլ մեր ծիպուրը, սիրելի հետևորդներ ջան, ծիպուրներ պատրաստեցինք, այս կանաչին էլ տանել եմ իրան տեղը, այսինքն մի քիչ հանեմ, կանաչի ուտելը լավ է էլի, մի քիչ այդ ծիպուրի հետ կանաչի ուտեմ, ով չգիտեմ, աչքս վախենում է այդ գործից, թե գրիժանում եմ դրանից, հավոքս ցավում, երկու ոտքս է, ես մի հատ ընգա վերցնեմ գցեմ աղբի մեջ, թե դրանից է ցավում, գրիժայից, թե ինչ հիմա պիտի ես ցավազրկող խմեմ, որ գնամ, չէ, ոտքերս իմս չի։ Ես էլ դրեցի սառնարանը։ Ոյ, ես լավ աղջեր տնեմ իրան տեղը։ Սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, համեցեք միասին նայել ենք մեր ծիպուրը, ատա մեջ չունեմ, կցում եմ ես կամ կցում եմ են կոմ։ Սիրելի հետևորդներ ջան, նորից կհանդիպենք, եսի մոտելիքը վերջացնեմ, չեմ կարա և խոսամ և ուտեմ, կխեղտվեմ, կլնեմ խայտարակ, կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ ջան, մոռացա ասեմ, որ աշխատում եմ, հիմա էլ չեմ կարողանում բոլորիդ կոմենտերին պատասխանեմ, բայց հասցնում կարդում եմ սիրելիներս, չնեղվեք, ուղղակի ես կարդում եմ, որիդ կարողանամ, որիդ չեմ կարողանում, ինձ կներեք։ Սիրելի հետևորդներ, դե սրանով էլ վերջացրինք այսօրվա մեր հոլովակը, ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնեմ, որ մինչև վերջ հետևեցիք իմ հոլովակին սիրելիներս, իսկ ովքեր առաջին անգամ են բաժանորդագրվում, սխալ ասացի, իսկ ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ ամենակարևորը զանգակ կոճակը սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսյուն ձեզ։